Հայաստանի քաղաքացիները ահազանգում են երկրի երկրորդ խոշոր քաղաքի Գյումրիի կենտրոնում ծովից ծով Հայաստանի քարտեզով հենապետ է կառուցվում եւ այս ամենը իրականացվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ձգտում են խաղաղություն հաստատել երկու երկրների միջև։ Սա նրա վառապացույցն է, որ ընդդիմադիր շրջանակները շարունակում են բորբոքել կրքերը եւ սրել իրավիճակը։ Այս ամենի ֆոնին Դավոսում կայացած Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը խորագրով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները Իլհամ Ալիևը եւ Վահագն Խաչատրյանը խաղաղության կոչով են հանդես եկել։ Նշեմ, խնդրի վերաբերյալ Civic News-ի թղթակիցը զրուցել է Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանի հետ։ Թե ինչ են որոշել նման այսպես քարտեզ տեղադրել, ինձ համար պատճառները անհասկանալի են եւ նաեւ նշեմ, որ ավականու հետ որևէ քննարկում չի եղել, միայն Գյումրու հնգամիազարգացման ծրագրում մեկ տողով նշված էր, որ պատմական քարտեզ պետք է տեղադրեն հրապարակի տարածքում։ Քարտուղարի խոսքով անընդունելի է նման քարտեզ տեղադրել քաղաքի կենտրոնում, որևէ մեկը չի կարող իր ցանկությամբ որոշել, հուշակթողները այս կամ այն տեղում կարող են հայտնվել թե ոչ, նշել է Քնարիկ Հարությունյանը։ Քարտեզը պատկերում է ծովից ծով Հայաստանը եւ սա թերևս իրենց հայրենասիրական, այսպես ասած, նկրտումներն են, որոնք փորձում են այդ կերպ արտահայտել, բայց վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանը գետնի վրա սիրեն, իրական Հայաստանի մասին հոգ տանեն։ Քնարիկ Հարությունյանի խոսքով, չնայած նախարարության մերժմանը, վերոնշյալ հենապետը թեև կիսավարտ վիճակում, բայց դեռ գտնվում է Գյումրիի կենտրոնում։ Ինչպես տեսնում ենք, հայ ազգայնամոլները, ովքեր երկար տարիներ ձգտել են ստեղծել ծովից ծով Հայաստան եւ չեն կարողացել հասնել իրենց բաղձալի երազանքին, որոշել են ստեղծել ինչ-որ քարտեզ։ Այսօր ծովից ծով Հայաստանի ստեղծման գաղափարով տառապող այդ մարդկանց միայն մի բան է մնում՝ նայել կիսավարտ վիճակում գտնվող այսպես կոչված քարտեզին եւ հասկանալ, որ անverջ պատերազմելու եւ ուրիշի հողերը գրավելու երազանքը նրանց ոչ մի լավ բանի չբերեց։ Ընդհակառակը Հայաստանը եւ հայ ազգը կանգնեցրեց անդունդի եզրին։